Ես կարող եմ սպասել մնացած գործընկերները ելույթ ունենային, նոր խոսեի, բայց ուզում եմ հենց կոնկրետ ձեր հետ զրուցեմ եւ ասեմ, որ չի լսվում ձեր ելույթը եւ խնդիր կա այդ ելույթի թե բովանդակության, թե ասողի հետ, որովհետեւ գիտեք, երբ որ դուք խոսում եք այդ քրեական գործից կամ որևիցե այլ քրեական գործից, ի սկզբանե կեղծ թեզ առաջադրելով անուն եք հորինել 18 արդարները, չգիտեմ, դուք արդեն ձեր մեջ արդարացրել եք, դատական նիստ տարել եք, որոշումը կայացրել եք, բոլոր կողմերին լսել եք, դուք արդեն քրեական գործը ամբողջությամբ քննել եք, այդ չի լսվում, որովհետև նախ եւ առաջ նայեք, ինչ վերաբերում է աստղերի կա, չկա, բան, ես տանում եք մտցնում եք քրեական գործի մանրամասների մեջ, պարտադիր չէ այդ աստղերը լինեն, պլանավորած հանցագործությունը եւ քրեական օրենսգիրքը շատ մանրամասն բացատրում է, նույնիսկ կարելի ասենք, չգիտեմ, խումբ ստեղծել, արդեն այդ խումբ ստեղծել ինչ որ նպատակի համար, հա, հանցագործություն կատարելու, արդեն ինքնին հանցագործություն է։ Մի տարեք, մտցրեք, պրիմիտիվացրեք, մարդկանց փորձեք մանիպուլյացիա անել եւ այլը։ Հետո գիտեք էլի խի չի լսում, որտեվ դուք ձեր առաջին համարը Ռոբերտ Քոչյանը այն մարդն է, որի ժամանակահատվածում եղել է մի իրանից sense ռուսերեն sense բարկա ատմախիվը եղեք, հա, ինքը ձեր առաջնորդն է։ Այդ մարդը մարտի 1-ին, կհիշեք, դուք այն ժամանակ լրագրող եք, ես sense իմ մոտ շատ տպավորվել է, ուրեմն sense օպերայի հրապարակում ցույց էին տալիս sense վառված կրակ էր, մեջն էլ պլաստմասից sense ներարկիչներ էին գցած, շպրիցեր։ Բա ուզում էին բան ստեղծեին, որի փրտեղ նարկոմաններն էին հավաքվում եւ այլն։ Ու ձեր ձայնը, այդ վաղ չէր լսվում։ Դրա համար հիմա որ խոսում եք ստեղից, էլի չի լսվում, որովհետեւ այն ժամանակ, երբ որ մարդ էին գնդակահարում Երևանի փողոցում, չենք տեսել, չենք լսել, ես ձեզ վստահեցնում եմ, մարտի 1-ի գործով, անկախ նրանից, թե քննիչները, որոնք հիմա որ փախած են երկրից, փամփուշտների վարկուճները թաքցրել են, չեն թաքցրել, ինչ քաղաքական կոնյունկտուրա եք ուզում իր շուրջը ստեղծեք, որ Ռոբերտ Քոչյանին արդեն 3 լեզվով, այնքան ենք ասել, 3 լեզվով հայրմերն եք սովորացրել, իր շորերը փոխել եք, չգիտեմ, ինչ որ բլոգեր եք դարձրել, ես չեմ բացառում, որ ինքը մի օր, որովհետև այդ ճանապարհը դրանա տանելու, նաև եթե կարիք լինի, կարող է նաև եթերով զռա, էշի պես, ոնց որ ինքն էր ասում, որպեսզի ամեն ինչ անի, որ հայտնվի ստեղ, որպեսզի կարողանա այնուամենայնիվ այդ քաղաքական ազդեցություն ունենա, բայց մի արեք, ակնհայտ էր, որ ձեր ասած մարդու շարժումը ավարտվել էր, եկավ մի հատ ընդեղ գնաց, մի հատ գար գրկեց, մի հատ ստեղ կներեք այդ բառի համար, լավ չասեմ, հետո չասեմ վատ բան ասեցիր, ոչ այնքան խելացի միտք ասեց, հետո չհեղափոխությունա, չպաշտոնա կռիվա, վերևից եկած, ինչ որ բաներ խոսած, ակնհայտ էր, որ քաղաքական պայքարը ավարտվել էր, եւ ակնհայտ էր, որ մնացել էր մի բան, երբ որ այստեղ, մենք ստեղ նստած, կազմակերպած, երբ որ մուտքը բաց էր Բաղրամյանի, հրահրվում էր բախում, կոչ էր արվում հարձակում կատարել ոստիկանության վրա, կոչ էր արվում հարձակում կատարել ոստիկանության վրա, որպեսզի ինչ-որ քաղաքական կշիռ ունենա, ավարտվել էր, 50 հոգի մարդ չէիք կարողանում հավաքեիք, տավուշը հանուն փրկության, հետո այդ տավուշը դարավ, եկավ հրապարակ, ես դառնալու եմ վարչապետ, հետո դե վեհապարը ամեն ինչից տեղյակ է, այն վեհապարը, որը որ ոչ մի բանի հետ կապ չուներ իբր այդ ժամանակահատվածում, իր օրտնությամբ, հա ինչ անենք, ես Կանադայի քաղաքացի եմ, այդ ում եք գժի տեղ դնում, ուզում եմ հասկանամ, դուք այս երկրում, այդ ում եք ուզում ձև անել, որ այդ 18 արդարները, արդարացրեցիք, հա, դուք տենց ձերոնցով հավաքվեցիք, այսքանը արդար են, այսքանը մեղավոր են, չի լսվում, պարոն Մանուկյան, չի հասկացվում։ Դրա համար էլ այսօր պրոբլեմ ունեք ազգային ժողով անցնելու։ Դուք փոզմիշ արեցիք ձեր այն ձայները, որը որ ստացել եք 2021 թվականին։ Հիմա դուք ում գիտեք ձեր մեջ, որ չեք անցնում, հիմա ձեր մեջ քննարկում եք, որ ինչի դաշինքով գնացիք, միգուցե շեմը մի քիչ ավելի ցածր պետք է լիներ, որ այնուամենայնիվ անցնեիք, չանցնեիք եւ այլն։ Ձեր գնահատականը հունիսի 7-ին դուք ստանալու եք։ Հիմա էլ եք ստանում, դուք կարող եք հիմա մի հատ հանրահավաք անել, զուտ վստահ չեմ։ Տեսեք, այսօր հանրահավաք կարողացել է անել ուժեղ Հայաստան այդ կազմակերպությունը,
ԶԱՕ-ն, ես ԶԱՕ եմ ասում, Закрытое акционерное общество, ռուսերեն, հա, որը որ պարզվում է փողով, սպարտիվկա շալվարով, ինչով? Պերաշկիով բան եւ այլը, սենց այդ կազմակերպվածը, իրանք գոնե ինչ որ փողի մասով կարողանում են կազմակերպել։ Ձեր մի մասը արդեն տեղավորվել է այդ պլատֆորմի մեջ։ Ձեր մոտից մասը, մյուս մասը տեղավորվել է Բարգավաճ Հայաստանի մեջ է տեղավորվել։ Էսա ձեր քաղաքական հետագիծը եւ ստեղ խնդրում եմ քրեական գործերի մասին մի խոսացեք, այդ որ այտենց հպարտանալով ասում եք ես հանրայինի եթերով կարդացի ես ինչ բան է, նայում եմ այդ եթերը, ասում լավ, այս մարդը լրագրող է, այս ինչ է անում։ Ինքը չի հասկանում, որ սրանով ինքը նախ այդ տաղտկալի եւ բան խոսակցությունը ոչ մեկին հետաքրքիր չի։ Երկրորդը ինքը փակում է այդ խոսակցության էջը մեկընդմիշտ բոլոր հետաքրքրված նույնիսկ մարդկանց համար։ Յուժել այդ լրագրողական բանը ձեր մոտ չի աշխատում, եթերում ինչ խոսակ։ Չեք կարողանում եթեր գնաք։ Չեք կարողանում եթեր գնալ, ամեն ձեր եթեր գնալը քիչ ամոնում պատից դնեմ, սենց ասում։ Դնեմ ես տարածեմ, որովհետև այն ինչ եք անում դուք ձեր գլխին, սենց ասեմ, մեզ բան պետք չի անել, մենք գտել ենք մարտավարությունը ձեր հետ քաղաքական պայքարի, ձեզ պետք է եթեր տալ, եթեր, միկրոֆոն, խոսալու հնարավորություն, մենք կարանք բան չանենք, սենց նստենք նայենք, ոնց եք դուք ձեզ ամեն օր փակում որպես քաղաքական միավոր, դուրս եկեք այդ դրամաբանությունից։ Սխալ արեցիք, պաշտոնները չվերցեցիք, վախեցաք, սատանու պես վախենում եք մեզանից, մեր հետ գործուղումների գալ։ Էդ ինչ է, դա ձեր աշխատանքն է, վայ, մեզ հանկարծ չնկարեն։ Այն Գեղամ Նազարյանի գլխին հետ սարքեցիք նկարվելու համար, որ մեր հետ գործուղման էր եկել։ Այդ վախը չկա, բախի չեք գալիս մեր հետ բաների, գործուղումների, կամ ուրիշ բան ասեմ։ Մենք իրար տեսնում նորմալ բարևում ենք, շփվում ենք, որը նորմալ է, դա նորմալ է։ Ես էլ վաղը որ ընդդիմություն լինեմ, ես էլ եմ բարևելու, շփվելու, դա նորմալ է։ Ձեր օգնականները մեզ տենում, սենց այս սահարվում, առանց բարև տալու, սենց բան, էդ ինչ է, էդ ինչ եմ հասկանում, ինչի եք դուք հասնելու դրանով։ Փոխնախագահի պաշտոնը չվերցրեցիք, որպեսզի իշխանին Սաղաթելյան հանկարծ չնեղացնեք, որտեվ դրեց, ասեց կամ ես պտի լինեմ, կամ ձեզանից ոչ մեկը պտի չլինի։ Գիտեք չգիտենք այս խոսակցությունները, գիտեք չգիտենք, հիմա էլ գնացել եք Ռոբերտ Քոչարյանից փորձում եք տենց բարի ռուսերեն բարկա պուշիստի կերպար սարքել։ Իան էլ ինչքան շատ եթեր տակ, այնքան լավ։ Ինչքան շատ ինքը եթերում լինի, ասեմ, քիչ ամոնում դնեմ պատիս այդ բան, ոնց Քոչարյանը բան, Նիկոլի օրոք դարավ բլոգեր, ես այդ անկեղծ ասած այդ որ սենց ինքը սենց բաների մեջ էր, տենց ձևի մեջ էր, ուժեղ տղա էր խաղում, Հայաստանի Հանրապետությունում այդ որն է այդ տղամարդը, որ պետք է հեղափոխություն, բա ուր է այդ ուժեղ տղեն, հիմա ուրիշ ուժեղ տղա է հայտնվել, Ռուսաստանից եկել է, բան, բոլորը գնում են տեղավորվեն իր տակ, ինքն էլ պայքարում է, որ գոնե հաշիվ լինի, պատրաստ է ամեն ինչ անի։ Ես հասկանում եմ, բայց այս ամենը իրոք քաղաքական ուժի համար խղճուկ ավարտ է։